Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատմության մեջ առաջին անգամ աշխատանքային այցով Թուրքիայում էր։ Նախ հանդիպում Թուրքիայի հայ համայնքի հետ, այցելություն Ստամբուլում Սուրբ Աստվածածին Աթորանիստ Մայր եկեղեցի, հետո Կապույտ մզկիթ։ Որքան էլ Երևանում Էրդողանի հետ հանդիպումը պատմական էին կոչել, Փաշինյանը վաղուց հասցրել է հանդիպել թուրք նախագահին առաջին անգամ 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում Եվրոպական քաղաքական հանրության նիստի ժամանակ, 2023 թվականի հունիսին Անկարայում Էրդողանի և թմնակալության արարողության ժամանակ, այնուհետև 24 թվականի սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում։ Փաշինյան-Էրդողան բանակցություններն անցկացվել են Դոլմաբահչե պալատում հանդիպման ավարտին Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը հաղորդել է կողմերի շոշափած հարցերի շրջանակի մասին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ընթացքը, ընդգծել կառուցողական երկխոսության շարունակականության և կոնկրետ արդյունքների հասնելու կարևորությունը։ Անդրադարձել են նաև տարածաշրջանային իրադարձություններին և այդ համատեքստում երկկողմ համագործակցության հնարավոր ուղղություններին։ Երկու երկրների ղեկավարները վերահաստատել են պատրաստակամությունը շարունակելու ուղիղ կապերն ու երկխոսությունը։ Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի, նաև Հայաստանի Հանրապետության կառավարության խաղաղության խաչմերուկ նախագծի շուրջ։ Ինչ է ասվում նույն հանդիպման մասին թուրքական կողմի հաղորդագրությունում։ ՀՀ վարչապետի հետ քննարկվել են Թուրքիա-Հայաստան հարաբերությունները, Հարավային Կովկասում խաղաղության և երկխոսության տարածաշրջանային ընթացիկ իրադարձություններին վերաբերող հարցերը։ Թուրքիայի նախագահը կարևոր է համարել Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը և ընդգծում է, որ Թուրքիան կօգտագործի բոլոր դիվանագիտական միջոցները ոչ միայն Կովկասում, այլև ամբողջ տարածաշրջանում կայունություն հաստատելու համար։ Նա կաշխատի այլ երկրների հետ, որպեսզի կարողանա հաղթահարել այն ռիսկերը, որոնք առաջ են բերել Իսրայելի հարձակումն Իրանի վրա։ Ինչպես տեսնում ենք, ոչ դիվանագիտական, ոչ էլ պատմական ճեղքումներ պաշտոնապես արձանագրված չեն։ Պաշտոնական հատվածը իրականացվել է ստույգ արարողակարգային հերթականությամբ և ճշգրտությամբ։ Սակայն հանդիպմանը և նախորդած և հաջորդած մեկնաբանություններում փորձագետներն ու վերլուծաբանները զգուշացնում են, նաև փորձից ելնելով, որ իրականում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին որևէ հայտարարություն չարվեց։ Ինչի մասին է սա վկայում։ Հնարավոր է արդյոք, որ ոչ հանրապաստ պայմանավորվածությունները այնքան զգայուն են ու ծանր, որ դրանց ամբողջական բացահայտումը միանգամից կարող է պայթյունավտանգ լինել։ Ուստի դրանց մասին կտեղեկացվենք փուլային տարբերակով։ Նախ ազգային ժողովի ամբիոնից, քիչ ուշ կառավարության նիստում, հետո էլ որևէ հարցազրույցում։ Անանուն դիվանագիտական աղբյուրի համաձայն Փաշինյան-Էրդողան քննարկման առանցքում են եղել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու պայմանները։ Փաշինյանն Էրդողանի հետ կքննարկի խաղաղության պայմանագրի ստորագրման վայրի հարցը։ Առաջին տարբերակը Վաշինգտոնն է, այս տարվա սեպտեմբերին, երկրորդը Արաբական Միացյալ Էմիրություններն է, հնարավոր է դեկտեմբերին։ Փաշինյանին հաջողվել է բանակցային գործընթացի օրակարգից հանել Հայաստանի սահմանադրության փոփոխության հարցը։ Վարչապետը Բաքվին համոզել է, որ սոցհարցումների տվյալներով դա ուղղակի անհնար է և սպառնում է իր իշխանությանը։ Փոխարենը նա պարտավորվել է հարվածել հայ առաքելական եկեղեցուն և ենթարկել այն իրեն։ Կա նաև երկրորդ պայմանը՝ ռուսական ռազմակայանի դուրսբերումը Գյումրիից արդեն համաձայնագրի ստորագրումից հետո։ Սակայն, ինչպես նշում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, Փաշինյանի ցանկություններն Անկարայի համար հիմնավոր պատճառ չեն ըստ նրա, Փաշինյանի ակնկալիքները դատելով թուրքական մամուլի արձագանքներից չեն արդարացել։ Իրանի վրա Իսրայելի հարձակումը որոշակի սառնություն կարող էր առաջացնել Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերություններում։ Այս երկու երկրները այնուամենայնիվ տարբերվող վերաբերմունք ունեն Իսրայելի և Իրանի հանդեպ, և Փաշինյանին կարող էր թվալ, թե կարող է խաղալ այս հակասությունների վրա, որոշակի առաջընթաց արձանագրելով հայ-թուրքական հարաբերություններում կամ առնվազն դրանք ազատել հայ-ադրբեջանական հարաբերությունների կապանքներից։
Ըստ ամենայնի, Փաշինյանի այս ակնկալիքը չի արդարացել։ Daily Sabah-ը եւ Anadolu-ն օրինակ նշում են, որ Թուրքիան շարունակում է կապել Հայաստանի հետ կարգավորումը Երևանի եւ Բաքվի միջև խաղաղության պայմանագրի առաջընթացի հետ։ Ըստ Էկոնոմին պարբերականի Թուրքիան փորձում է պահպանել հավասարակշռություն, միաժամանակ աջակցելով Ադրբեջանի շահերին եւ նպաստելով Հայաստան-Ադրբեջան խաղաղության հաստատմանը։ Մի խոսքով Իսրայելի հանդեպ տարբերվող դիրքորոշումը չունի տարանջատող այն մասշտաբը, որ Անկարային ստիպի Հայաստանի նկատմամբ գնալ այնպիսի քայլերի, որոնք ճգնաժամ կարող են հարուցել Ադրբեջանի հետ հարաբերություններում, սակայն այնպես չէ, որ միայն Բաքվի գործոնն է ազդում Անկարայի դիրքորոշման վրա։ Անկարան առանց հիմնավոր պատճառների չի գնա իր քաղաքականության վերանայմանը, իսկ թե ովքեր են Ստամբուլում հայ-թուրքական գաղտնի պրոցեսների առանցքային դեմքերը եւ ինչ է փոխանցել մեկ զանգով թուրք բանագնաց Աննա Հակոբյանին Փաշինյանի Թուրքիա մեկնելուց առաջ կիմանանք առաջիկա օրերի զարգացումներում։ Ֆրիդա Ղազարյան, Գարիկ Արամյան, TB News։